Ես ողջունում եմ գործարարիքի միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին 106 եւ 5 հաճախականությամբ եք մեզ լսում այս պահին միշտ կարող եք լսել այդ հաճախականությամբ եւ կարող եք թվային բոլոր հարթակներում նաեւ դիտել մեր հաղորդումները Կինետիկա հաղորդումն է արդեն 3-րդ թողարկումն ենք մենք տեսաձայնագրում եւ մեր տաղավարում Անուշ Ափիկյանն է բիզնես խորհրդատու եւ վաճառքների տրեյներ Անուշ ջան ողջույն Ողջույն Շատ ուրախ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք։ Իրականում ես այս երկուսը ներկայացրեցի, բայց վստահ եմ խորքում այսբերգը թաքնված կողմ ունի, եւ կուզեմ այդ թաքնված կողմի մասին դուք արդեն մեզ պատմեք, թե իրականում բացի այս երկուսից էլ ինչով եք դուք զբաղվում։ Երբ որ ասում եք վաճառքի տրեյներ, բնականաբար եթե ես տարբեր բիզնեսների սովորացնում եմ ոնց է պետք ճիշտ վաճառքներ անել, կարողանում եմ ստրուկտուրանալ, ես պետք է ունենամ մի քանի բիզնես, որտեղ պետք է կարողանամ լավ վաճառքներ անեմ։ Առայժմ ռեսուրսս բացի դասընթացներ անցկացնելուց եւ խորհրդատվական ընկերություն ունենալուց, հերիքում է նաեւ Դիլիջանում 2 հանգստյան տուն ունենք։ Ինչքան ժամանակ է։ Մեկը անցած տարի մայիսից արդեն, այսինքն հիմա հեսա մի քանի օրից ուղիղ մի տարի այլ լրանում, մյուսը անցած տարի նոյեմբերից։ Այս պահին արդեն երրորդը մի քիչ այլ ֆորմատ է կանում, մենք երկուսն էլ լրիվ տարբեր ֆորմատների են, երրորդը այլ ֆորմատ ենք ընտրել։ Մի փոքր կներկայացնես ֆորմատները մեզ։ Ուրեմն մի տարբերակը լրիվ էկո քոթեջներ է, պատրաստված է Սասնա փայտից ու մենք երբ որ վերցել ենք արդեն պատրաստի եղել է, հենց Սարքողը բերել էր Սասնա փայտը, դրսից չկա այդ գերաներով փայտը Հայաստանում։ Մաքսիմալ նայում ենք որ երանգյունի տնակներ ստանդարտ չունենանք։ Վատ չի, բայց չենք ուզում այտենց։ Մի տարբերակը այդտեղը ինքը լրիվ ձորի բերանա, վայրի ոչ թե կանաչա, այլ սարեր, ձորեր։ Ունենք երկու տապակեպատ տաղավարներ տաքացվող, մեկի մեջ ջակուզի է, մյուսի մեջ սաունա, ռուսական չան, այսինքն այստեղ ու ընտանիքներով են գալին, ընդհանուր չի օգտվում։ Ամեն քոթեջն իր առանձին ջակուզի, շոկեբաղնիկն ու ռուսական չանան ունի։ Ռուսական չանը Հայաստանում թամենը 3-4 հանգստյան տուն ունի, ոնց որ մեկը մենք ենք բերել։ Ինքը դեռ լրիվ էկովոճի է, փայտով սամավար ունենք, պլեջի ցանց ունենք, սենց բարբեկյուի տարբեր սարքեր ունենք, մանգալ սեղան ունենք, մարդիկ նստում կողքը սարքում են։ Ինքնուրույն եկար այդ որոշմանը։ Շատ երկար եմ նա։ Դե դրսում որ հաճախ ես լինում, նայում ես ինչն է լավ աշխատում, մարդիկ ինչ են սիրում, ինչ է մեր մոտ պակասում։ Հետո առաջինը որ սարքել ենք, հաճախ մարդիկ վայրի բնությամբ բաներ էին ուզում ու որ ասում ենք ջակուզի ունենք, ասում ենք իսկ շոկեբաղնիկ ունենք, որ ասում ենք շոկեբաղնիկ, բայց ինչ ունեք, որ ջակուզի շոկեբաղնիկից տարբերվում է։ Ստեղ ոնց տարբերվողը դրել են։ Այդ Երևանից ուզում են կտրվեն, ուզում են մի փոքր այլ միջավայր լինի տարբերվող ու այդ վայրին։ Ու իրանք իրար կողք են։ Հենց նենց էր ստացած, որ հողը բարձրացնում իմաստով Փարիզով է իրարից բաժան է։ Առաջինը որ մայիսին էինք սարքել, ասեկոն երկրորդներ։ Մայիսին որ սարքել ենք, էլի վերցրել ենք ու բակն ենք սկսել սարքել։ Սա լրիվ ժամանակակից, ավելի թիթիզ ոճի, փայտի ու քարի համադրությամբ, հա։ Էլ սիրուն խարույկի զոնան շատ բնության գրկում պատրաստելու սարքեր ունենք։ Աղվանական ղազան ունենք, առանձին խաշի, ասած մարդիկ գալիս են շատ ընտանիքներով սարքելու համար։ Հետաքրքիր լուծումներ եմ գտել երևակայությամբ, ըստ կինոդիտմամ անկյուն ենք սարքել։ Անկյուն ենք սարքել, որ խարույկի զոնայի կողքը ձորի բերան նստում PlayStation են խաղում, էկրանը կախում են։ Շալի։ Դա ցենց հիմա երրորդը Թիթիզ բասեինը չորսենց բան ենք սարքել։ Շատ լավ ճանաչելով հայաստանյան միջավայրը, հայ հանրության կարծրատիպային մտածելակերպը, այս դեպքում կասեն հնարավոր չի ինքը ինքնուրույն հասած լիներ սրան, կասեն դե ուրեմն ինչ որ մեկը նրան աջակցել է։ Արդյոք ինքնուրույն ես դու հասել ես ամենին կամ աջակցող թեև եղել է, թիկունք եղել է, այդ հերվից եմ ուզում, ինչից է սկսվել այդ ամենը։ Ես միշտ դե որպես տրեյներ սաղի մոտիվացնում եմ, որ ապրելով Հայաստանում աշխատեք դրսի շուկայի վրա։ Ես առաջի հյուրանոց, առաջի մեծ բիզնեսը ունենալու գումարը հավաքել եմ լրիվ ֆրիլանս աշխատած իմ գումարներով։ Ինչքան էր։ Բակի վրա ներդրումը մենակ, որ առանց վարկի եմ արել, եղել է 40 միլիոն դրամ։ Իսկ մնացած ամեն ինչը արդեն ոնց որ վարկե եմ դիմել, բայց մենակ այն ինչ որ իմ հավաքած գումարն ա եղել է 40 միլիոն դրամ, որ ես հավաքել եմ 8 տարիների ընթացքում ֆրիլանս աշխատելով, ու այդ հաշիվները շատ հանգիստ երևում է եւ իմ Upwork-ի account-ով եւ իմ Gini այն հարթակները, որ ես աշխատում եմ։ Ինքը երևում է այդ հարթակները, մի քիչ կարա չերևա, որտեվ ես որ հանում եմ, հետո պետք է անպայման բանկային քարտի գա, ոնց որ ինքը լրիվ նորմալ երևում է։ Ու ես դրսից հիմնականում ԱԶ-ով եմ աշխատում, որ հանում եմ, տենց հարկերն եմ վճարում։ Առաջի մեծ ներդրումը այդ եղա, բայց միջև այդ դե եւ իմ փորձով որ կիսում է դասընթացը, պետք է իրենք վճարով են, իրանք քո համար
ոչ քիչ եկամուտի աղբյուր են։ Այս պահին ես համենայն դեպս Հայաստանի շուկայում ամենաբարձր վարձատրվող թրեյներն եմ, եթե չասեմ թրեյներն եմ, կասեմ թրեյներներից մեկն եմ։ Ու այդ գումարները բնականաբար ինչ-որ միտեղ պետք է ճիշտ ներդրում անել։ Բայց եղել է ամեն դեպքում ինչ-որ մեկը, որ գոնե մտովի է աջակցել խոսքով, գաղափարապես, եթե ֆինանսը դնենք մի կողմ։ Ես միշտ Որտեվ կանանց դեպքում կինը միշտ չի, որ նման ռիսկային քայլերի է գնում, տղամարդիկ են։ Գուցե ես սխալվում եմ, ես այսպես մտածելակերպն եմ ավելի շատ արտահայտում լայն զանգվածների։ Ես ուզում եմ դու քո կարծիքը ասես։ Ես որ ասում են հայրիկի աղջիկ, ես տիպիկ այդ աղջիկներից եմ եղել ու շատ փոքր տարիքից հայրիկս տարբեր բիզնեսներ ա ունեցել, տարբեր պաշտոնների եղավ, ինքն անգլերեն չգիտեր։ Եվ ես 5-6-րդ դասից սկսած հայրիկի եւ բիզնես խորհրդակցությունները, բանակցությունները, տարբեր երկրներում ես միշտ թարգմանիչի դերում եմ եղել ու այն ժամանակ չես գիտակցում դու ինչ ես դրանով սովորում, քո ուղեղը ինչ մտածելակերպի է ձևավորվում, բայց ես փոքր ժամանակվան շատ բիզնես մտածելակերպ եմ ունեցել։ Հետո հայրիկը որ տեսնելով այդ ջիղը զարգանում է, ինքը ցանկացած բան երբ որ ինձ արգելում էր, ասում էր՝ «Հո դու հավ չես որ մի անգամ համաձայնվում ես»։ Եթե ուզում էիր հիմա համաձայնվում ես, սեղանի կիսում ենք երկու մասի։ Եթե դու բանակցելով քո կեսը անցկացնես, ինձ համոզես, որ դա տենց պետք է լինի, ստիպում էր ես բանակցեի, մտածեի, լոգիկայի հիմնավորումներ բերեի։ Ու որպես ես ինչ-որ բան համոզել, իքը բան գնում ուսումնասիրում էի, հասկանում էի, խի պետք է սենց ասեմ, այդ շատ է փոխում։ Այդ երևի 10, ես 3 համալսարան եմ ավարտել, բայց հայրիկից տված դպրոցը 10 համալսարան է։ Ինքը տարբեր բիզնեսներ ա ունեցել, որ մեջ ես տենց սիրուն քիթես մցրել եմ։ Ամենահետաքրքիր բիզնեսը, որից ամենաշատ այսպես դասերն է ստացել ու ամենաշատ բազանակ է տվել, որն է եղել։ Պապայի բիզնեսներից թե իմ։ Երկուսից էլ։ Հայրիկի, ուրեմն պապան ու պապիկը մեր տան պատվալում կոշիկի կրունկներ են հին ժամանակ սարքել, մեկ էլ արծաթից խաչեր են ձուլել։ Ես տենց շատ պատահական իրան տենց գտնում եմ ու պապան պատմում է ոնց է լոտոյով Ժիգուլի շահել 20 տարեկանում։ Ժիգուլին վաճառել գնացել արծաթ առել, արծաթով սկսել ձուլել ու խաչերը տարել այն ժամանակ վերնիսաժի փոխարեն տենց փոքր բանը ոնց սեղանիկ է դնում ու վաճառում ես էլի քո սարքածները, սկսել է իր ձեռը սարքածները ծախել։ Ես ըստեղից շատ բան եմ սովորել։ Նախ ես հիմա էլ եթե ես որևէ գործից մեծ հոնորար եմ ստանում, ես ոչ թե դա ամբողջությամբ ծախսում եմ, ես Պարետոյի իդեալական օրենքը պահում եմ 80-20 ու ընդ որում 80-ը անում եմ ներդրում, 20-ը ես ծախսում եմ իմ անձնական կարիքների համար։ Եվ նենց ներդրում եմ անում, որ գոնե այդ բիզնեսի կամ այդ ռեսուրսի 60-70%-ը կախված լինի իմ ուղեղից կամ իմ հունարից ձեռքի։ Ես շատ եմ սովորել դրանից, պապան բիզնեսում միշտ ամենաշատը իր ուղեղին ու իր հունարին էր ձեռքի վստահում։ Ես իր բոլոր ասում սկսած է դրանից միջև վերջնալուց շատ բան եմ այդտեղից սովորել։ Իմ բիզնեսներից որ մի լավ դաս եմ քաղել ու այդ իմ մինուս բիզնեսներից է եղել, երևի մի 10 տարի առաջ հենց բանկում էի աշխատում, մտածեցի ինչ անեմ, ինչ բերեմ, որ Հայաստանում օրիգինալ լինի, ես ծաղիկ չեմ սիրում։ Ես այդ քիչ աղջիկներն եմ, որ ծաղիկներից ալերգիա ունեմ ու հիմնականում չեմ սիրում ծաղիկներ։ Հատուկ են։ Բայց որոշում եմ, որ քանի որ մարդիկ շատ են ծաղիկներ սիրում, ու ծաղիկն հետ կապված հետաքրքիր բան է լյումինյան նյութ է կոչվում։ Ես մեծականակ Ռուսաստանից առանց շուկան ուսումնասիրելու, առանց հասկանալու ծաղիկ չեմ սիրում, ոնց եմ դες գլուխ անելու։ Այս նյութից եմ մեծականակ բերում, ու այդ մեծականակը մոտ 5-600 դրամ է նստում, որը որ մի քանի տարի առաջ իմ համար բավականին զգալի գումար էր 10 տարի առան։ Այս նյութն եմ բերում, որ իրամ տիցերը կքսես ծաղիկի վրա, ինքը լույս հավաքի, գիշերը ինչ որ գրել ես, լույսը վառի։ Գնում եմ իմ համար ոգևորված ծաղիկի խանութներին առաջարկում եմ, մոտենում ծաղիկի խորը փռշտում եմ չեմ առաջարկում, մի խոսքով բնականաբար ինչ որ ես չեմ սիրում։ Ես չեմ կարողանում վաճառեմ եւ չեմ կարողանում դրանով մարդկանց մոտ էմոցիա առաջացնել։ Դες համար առաջինը ես էմոցիա չեմ ստանում ծաղիկներից։ Այո, դա առաջին կարևոր պայմանն է, չէ՞, դու ինքդ պետքա երբ որ դու չես ստանում, դու չես կարողանում։ Ես հասկացա, որ մենակ լավ վաճառելը չի որ ուղղակի լավ աշխատում է, դու պետք է իսկապես սիրես այն ինչ որ դու անում ես, որ դու դա հաջողես։ Իսկ հետաքրքիր է, օրինակ շատերը, շատ ծնողներ, շատ հայրիկներ, շատ ամուսիններ կասեն, որ բիզնեսը գուցե կնոջ տեղը չի։ Մենք գումարը բերում ենք տուն, դա բավական է, դու նստի տանը, խոհանոցով զբաղվի, երեխաներին պահի մեծացրու, մայրիկին օգնի նաև։ Քո հարցում պատկերը հայրիկս լրիվ հակառակն է արել։
Ուզում եմ պատմես այդ ոնց ստացվեց։ Ես ավելի Ու առհասարակ դու տեսնում ես, որ մեր հանրությունում այդ կարծրատիպային մտածելակերպը կա ու կանանց դերը շատ է նվազեցվել։ Հիմա իհարկե ահագին փոխվում է, բայց միևնույն է շատ կա, ապա լրիվ հակառակներ։ Ես համալսարան ընդունվել էի անվճար ու ես գիտեի, որ ես մաքսիմում ամսական իմ ուսման բարձրն եմ ստանալու ամիսներով, որ իմ ծախսի գումարն է լինելու։ Եվ մեկ էլ գերազանցիկության թոշակ էի ստանում, երկրորդ տարուց սկսած անվանական թոշակ առա։ Դրանց անկամ ես միշտ ինքնասլակ աշխատես ավել, ուզում ես խնդրի չխավտես ուզում առած, խնդրեմ։ Ճանապարհորդես, լավ շոր ես ավելի ուզում։ Ես քեզ այսքանը տալիս եմ։ Սոված չմնաս, ծարավ չմնաս, բարեկեցիկ ապրես, մնացած ինչ ուզում ես կգնաս քո համար կաշխատես։ Ես 16 տարեկան սոցհարցումներ էի տներով անում, փող էի աշխատում, դռնեդուր գնալով տարբեր փողոցներով, հետո հասկացա, որ մարզերին ավելի թանկ է, սկսեցի մարզերի սոցհարցումներ անել։ Իմ հակաչորերը գյուղ երեխեքի վրա էի ծախում։ Վաճառքի տիպի։ Օրինակ։ Բատեց լիքը բادر էի անում, հետո սկսեցի հասկանալ, որ կարելի է բերած շորերը ծախել։ Որտե՞ղ դա ժամանակ պոպուլյար է, չէ՞, կոսմետիկա բան եւ այլն, եւ ես դա գենետիկայի մեջ է եղել ավելի շատ։ Հա։ Չէ, papa միշտ ընդհակառակը։ Միշտ էր 1000 դրամ էս աշխատում, ոնց ընդամենը 10000 աշխատեցիր, կապ չուզում, 5 միլիոն, ընդամենը 5 միլիոն դրամ աշխատեցիր։ Ինքը միշտ ասում էր աշխարհում ամենահեշտ բանը շատ գումար աշխատելն է, սովորի շատ գումար աշխատելու մեջ ապրել։ Ինչպես։ Ինչ որ բանը խեղդում է մեր կողարկը, հարկեմ բարձրացա իրականում։ Ինչ որ բանաձև ունես ու դրա համար։ Երևի միջև ամուսնանալս ընդհանրապես չունեի, որտեվ ես եթե իմ ամուսինը չէր զինվորական եւ սպորտսմեն, ինքը չէր խիստ իր ասացի տեր տղամարդ, ես երբևէ չէի ամուսնանա։ Ես չեմ ունեցել, քիչ եմ ունեցել, լավ work life balance ասածը ու ես այնպես սկսած որ հասկացել եմ դու Հայաստանում ապրելով դրսում ինչքան բան կարաս անես, ես մի պահ ինձ ուղղակի զգում էի փող արտադրող մեքենայի տեղ, այսել անամ, հետո հասկացա որ այդ գումարների մեծ մասը գնում է սկսում առողջության վրա ծախսել ու երբեք չեմ վախենում խոստովանեմ, որ լիքը հոգեբանական բռնաուտների ընդհանուր միջև հոգեբանի մոտ գնալով, անձնական քոչի հետ աշխատելով, ես սկսեցի կյանքս բալանսի բերել։ Ես սկսեցի հասկանալ, ինձ իմ հոգեբանը այնքան շատ լավ բան ասեց, ասաց գիտես ինչ դու գիտես խայ ասած քո անձնական չի ստացվում, դու որ տղաների հետ ուզում ես շփվել, մի սկզբի ես ամեն ինչ կարամ, ասաց եթե տղավարի տղա ես ուզում, ոչ թե դից թուլամորթ մեկին ինքը ուզում է, որ աղջիկը իր թևի տակը ինքը պաշտպանի, որ ինքը իրան տղամարդը զգա այդ աղջիկա կորակը։ Տերը զգա դու կարամ, այդ լավ չի։ Այդ լավ չի, դու դարձել ես տղամարդ, զգում ես, կապ չունի որ աղջիկ ես, խնամված ես։ Դու տղա ինքն այդ խոսքերը իմ կյանքում շատ ու ես հասկացա, որ իսկապես ես ամեն հարց կարում եմ լուծեմ, ես տենց չի։ Բայց դա բիզնեսում օգնում է։ Հա, բայց տենց չի, որովհետև իմ բիզնեսի հիմքը իմ ուղեղն է։ Ես այսօր Google-ի հետ պրոյեկտ ունեմ։ Ես Դուբայի ամենախոշոր ընկերություններից մեկի վաճառքի բիզնես խորհրդատում եմ, որի տնօրենը Forbes-ի առաջի 30 երիտասարդ բիզնեսմեններից հանգում այշման դալում է։ Ես այդ տղայի հետ 7 ամիս այս իր բիզնեսի վաճառքի խորհրդատուն եմ եղել, նոր մարքեթներ դուրս գալու համար։ Եթե ես այս հրա վրա չհանվեի, ես դա չէի կարող անել։ Ու ինքը ինձ այդ գործը տալուց առաջ 3.5 ժամ հարցազրույց անցկացրել։ Բայց դա քո անձնական ռեսուրսը շատ է տանում։ Ու դու պետք է սովորես, շատ դժվար է, շատ դժվար է։ Հենց մանեջմենտ անես, որ քո անձնական ռեսուրսը քիչ տանի։ Ամուսինս ինձ հյուրանոցներ առնող շատ օգնում, մի հատ էլ ինքն է ուղղ կողքը բաց է, եկա մրցակից դարձավ, ասի դու սոխ դու արա։ Բայց բիզնես խորհրդատվության հաստատ ընտանիքի ներսում էլ են բախումներ լինում են մրցակցություն։ Մենակ հաճախորդների համար չէ։ Դե քիչ չէ։ Չէ, թու, մենակ հաճախորդների համար, այն էլ ոչ թե հիմնականն է, այլ ես շատ ծայրահեղ հաճախորդի կյանքով ապրող եմ, ծայրահեղ։ Ամուսինս ավելի քիչ ծայրահեղ, էլի շատ հաճախորդ եմ, բայց ավելի քիչ ծայրահեղ։ Ինքը նայում է, որն է ճիշտ, որը սխալ հաճախորդը պետք է իրան տենց բայց չէ, իսկ իմ համար հաճախորդը միշտ ճիշտ է։ Բայց դա ճիշտ մոտեցում է։ Դրանով հաջողության հասել եմ։
Իսկ հետաքրքիր է ինչպես ես կարողանում բալանսավորել անձնական կյանքը եւ գործնական կյանքը։ Կանանց Լևոննար քո բանաձևը արդեն բարձր։ Լևոննար ես ժամանակ չեմ ունեցել մտածեմ ես ուզում եմ տենց անեմ թե չէ երբ որ ինքը մի բան որոշում է ինքը հստակ քայլերով բերում է նրան որ դու քո կամքով գաս իր որոշմանը ես չեմ կարա բացատրեմ Իմ վերջո զինվորական տղա 12 տարի ծառայած հրամանատար ինքը գիտի ոնց ճիշտ կառավարի, այդ թվում անկառավարելին, այսինքն ինձ։ Ինքը շատ լավ կարողանում այդ բալանսը անի ու իմ ընտանեկան անդորի գլխավոր ինքն է։ Ոչ թե ես, այլ ինքն է։ Եթե ես չընտրեի ինձանից ուժեղ ու ինձանից կայացած տղամարդ, ես չէի կարող։ Ես դա չէի կարողանում։ Ես հաջողակ բիզնեսմեն էի, բիզնեսվումեն էի, ես նորմալ աշխատում եմ, շատ լավ գործընկերներ եմ, բայց ես չեմ ունեցել life work balance, ամիսը մեկ կարելի շատ լուրջ բըրնաուտների հասնել նույն որոշել, որ ինչ-որ մի հատ կիրակի կարելի է չաշխատել, և շատ հաճախ նյարդային շատ լուրջ բըրնաուտների սրիվներ էի ունենում, մենակ երբեք դա ոչ մեկին չէր լինում, ու եթե ես ճիշտ ընտրություն չանեի, կամ ինքը ճիշտ ընտրություն չաներ ու ինձ չընտրեր, Ես այդ բալանսը դժվար ունենայի։ Ես հիմա շատ գիտակցում ես ուղղակի, որ սաղ փողերը չես աշխատի։ Բայց երբ որ դու տեսնում ես շատ հնարավորություններ ու հասկանում ես, որ դու այդ գծի վրա ես ընկել, որ Հայաստանում ապրելով դրսի վրա ոնց ես կարողանում աշխատես, մի բախ կորցնում ես։ Ինքնակառավարումը կորցնում ես։ Ես ուսանողներն եմ ասում, երեխեք, ստեղ շատ լավ է, դուք իմ ասում եք շատ լավ, մենք օֆիսային աշխատանքից դուրս եկանք, մենք կգրանք ֆրիլանս կաշխատենք, Upwork-ում Genius-ում լիքը գործեր կվերցնենք, բայց երբ որ դու հասկանում ես այդ ամեն գործը 1000-2000 է, ու երբ որ դու մի հատ Ամերիկա ես աշխատում, մի հատ Կանադա, մի հատ Ռուսաստան, մի հատ Դուբայ, ոչ մեկից խաբար չի։ Դու միանգամից 4-5 ընկերությունում քո սեփական ռեսուրսի հաշվին ես աշխատում, քանի որ ամեն պրոյեկտը 1000-2000 դու սկսում ես հերթով բաց չթողել, բայց դու սահմանափակ ես։ Անուշ հետաքրքիր է քո նման կյանք վախեցնում են տղամարդկանց։ Հատկապես գործարար տղամարդկանց։ Չի ասի գործարար կամ ոչ գործարար, բայց ես կարամ ասեմ, որ իմ ամուսնուց առաջ շատ հաճախ ես իմ մոտ տենց ինչ-որ բիդով դեր գնում, որ ես 3-4 հանդիպումից հետո տղաներին ցենց ուղղակի փոխնում էին։ Իսկ բիզնես դաշտում ոնց է աշխատում, այսինքն որ դու կարողանում ես ամեն ինչ անել, դու տիրապետում ես սրան, կարողանում ես այս կապերը հաստատել, այս ոլորտում ես ներկա, այնտեղ ես ներկա, արդյոք դա չի վախեցնում, որ այս մարդու հետ համագործակցությունը կարող է իրանց դերը նվազեցնել, այսինքն հայ տղամարդկանց դեպքում միշտ այդ խնդիրը կա, չէ՞, հայ տղամարդը ուզում է ինքը վերևից նայի կնոջը։ Նայ, քանի որ ես շատ եմ դրսի բիզնեսների հետ աշխատում Ստեղ իմ մոտ մաքսիմալ նվազ է այդ կետը, որովհետև հատկապես, եթե մենք խոսում ենք Google-ի, մենք խոսում ենք Software-ի, Payday-ի նման կայացած ընկերությունների համար, այդ ընկերությունների ղեկավարների դեմ ես մի հատ տենց մասնագետիկ եմ, որ ստեղծել եմ մի հատ մի քանի, չգիտեմ, $1000 բիզնես ես, մարդիկ մի քանի $1 միլիոն բիզնես են ստեղծել։ Ու երբ որ դու նման մարդկանց հետ ես աշխատում, ոչ, իրանք մի հատ էլ ուրախանում են, որ արագ աշխատող ուղեղով ու ամեն ինչից շուտ հասկացող կամ չհասկացած բանը շուտ ըմբռնող մարդ են տեսնում։ Մեր շուկայում հաճախ լինում այդ վախը, բայց ես պետք է լավ կողմ ասեմ, որ ես շատ գրագետ ու շատ լավ ճանապարհ անցած բիզնեսմենների եմ հանդիպել, երբ որ ես այդ լեվելին եմ եկել։ Ոչ թե մնացել եմ այն լեվելում, որ կիսատ, պրատ, ուրիշից copy paste, երբ որ ես այն լեվելի եմ բարձրացել, որ իրոք իմ փորձով կարողացել եմ արժեքավոր արդյունքներ տամ ընկերություններին, ես նման արժեքավոր արդյունքներ ստեղծած մարդկանց հետ եմ սկսել աշխատել։ Շատ հետաքրքիր է։ Իսկ այդ շփումները, որ ձևավորվում են տարբեր գործարարների հետ, տարբեր ընկերությունների հետ, կանայք որքանով են ներգրաված այսօր բիզնեսին։ Կարծում եմ քեզ համար պատկերը ամենից պարզ է, չէ՞։ Ու առհասարակ եթե համեմատական անցկացնենք, կանայք ինչ որակ ու երանգ են փոխում այս դաշտում։ Իմ համար մեր լոկալ շուկայում Կարամ ասեմ, որ անհավասար է, իրոք, այո, տղամարդիկ շատ ավելի շատ բիզնեսներում են, տղամարդկանց հավանաբար, չեմ ասում, հեշտ է, ավելի համեմատական կարգով, ավելի հեշտ է բիզնեսի բոլոր փոթորիկներով անցնելը ու հաստատում մնալը հաջողելը, կանայք մենք ավելի էմոցիոնալ ենք, մենք ունենք ավելի
հասարակության, ընտանեկան, դաստիարակության ազգային մտածելակերպի լիքը սահմանափակումներ մեր վրա, որ սենց մի արա շատ երկրներ մենակ մի գնա առանց աղբորոտ, առանց պապայի, առանց ամուսնու մեզ ավելի դժվար է դա տրվում, դրա համար մենք ունենք ֆանտաստիկ լավ կանայք ուժեղցիկ, բայց միևնույնն է մեր շուկայի, գործարար շուկայի գերակշիռ մասը իհարկե տղամարդ բիզնեսմեններն են։ Բայց փոխվում է ըստ քեզ։ Դեռ չէ։ Ես համենայն դեպս, ինչքան էլ տեսնում եմ, որ կանանց անձնական կյանքը, ընտանեկան կյանքը, երեխաները շատ են հետ պահում, բացառություններ միշտ էլ կան, բայց գլոբալ պատկերը նայելուց կանանց շատ են հետ պահում միջև վերջ, նույնիսկ հաջողակ բիզնեսները գլոբալ բրենդ սարքելուց։ Իսկ դրսի շուկայում հայ կանանց ներգրավվածությանը ոնց են նայում, այսինքն եթե համեմատական անցկացնենք սրանից օրինակ մի 10 տարի առաջ, ոնց էին վերաբերվում, իրենք տեսնում են, որ փոփոխություն կա, թե չէ։ Խոսքերի զրույցների ընթացքում ինչ որ այդպես թեմաներ չեն շրջում։ Մենակ ասենց ինչ որ պահի տակ հիշեցի, երբ որ ես մի հատ product-ի համար Google-ի հետ բանակցում եմ, ես իրանցից ինվեստիցիա վերցրեցի այդ product-ը սարքելու համար։ Երբ որ ամեն ինչ վերջացել էր, արդեն աշխատում ենք Բրազիլիայի մարքետ դուրս գալու համար, իրանց ղեկավարն էս մեկը իսկես մի հատ հարց պետք է տամ, էլի ուղիղ։ Մեկը արդեն գումար է տվել, ենք արդեն դու ասած մանիպուլյատոր ես, մեծ են, թե դու իսկապես սենց այս տեսակի մարդ ես, ես առաջի անգամ եմ տեսնում են հայ աղջիկ, որ կարողանաս դու 2.5 ամիս բանակցեցիր, համոզեցիր ամեն ձև գտար ու վերջի բանակցությունը մեր տվել եմ մոտպես 7 ժամ, շատ երկար ա եղել։ Ասաց, ուզում եմ հասկանամ, դու մանիպուլյատոր ես, ասի, ինչի դուք առաջ անգամ եք հայկին տեսնում, որ կարողանում, ասաց, առասարակ ասաց, կին դժվար եմ տեսնում, որ այսքան կարողանում ուղղ աշխատել, առավելից հայկի, ես իրականում դրանից լավ չզգացի։ Բացարձակ լավ չզգացի, ես իրեն ասացի, ես խորհուրդ եմ տալի մի օր Հայաստան գալ ու տեսնել մեր երկրի մտածելակերպի սահմանում մեր կանայք ինչ հսկայական ու վիթխարի արժեքներ են կարող ստեղծել։ Հիմա որ ասեցի նոր մտածեցի, որ անսովոր է, լավ, սենց ասեմ, կարող է այդ մարդու շատ երկար տարիներ տեսել են միայն տղամարդկանց տարբեր ձևերով ներկայացված տարբեր ուղություններում, տարբեր ոլորտներում։ Հիմա որ ասես նոր հետ եմ նայում, կարող է իրոք այդ մտածելակերպներ։ Ես վերջերս Ֆրանսիայում մրցանակաբաշխության մասնակցեցի եւ առաջիկին գործարարն է, որ Բաֆայի կողմից ստացա մրցանակ Հայաստանի միջազգային կապերը զարգացնել։ Ես միակն եմ։ Ես առ այսօր միակն եմ, որ Հայաստանից ստացել եմ։ Ու հիմա որ ասում ես, կին գործարարն է իմացին է խոսքը, տղամարդիկ կային են տաղ։ Ես մա հետ եմ գնում ու իրոք համատում եմ, որ հա, երևի հայկին գործարանեն դրսում քիչ են ճանաչում։ Ես Դուբայում երբ որ սկզբում աշխատում էի, դա սիրուն աղջիկ, չամուսնացած աղջիկ ու գիտես հազարակական մտածելակերպի լիքը բաներ։ Ես սկզբում էլ Դուբայում ինձ թույլ չեմ տա, հա, ավելորդ ոչ բանացեմ, բայց համենայն դեպս սկզբում ինչ որ մի փուլ եմ անցել, երբ որ ես ապացուցել եմ, որ իմ հետ պետք է բիզնես անել մենակ։ Սա չեմ ասում ուրիշ աղջիկներից է, հայ աղջիկներից է, ես չեմ ասում, բայց ես ապացուցել եմ, որ իմ հետ կարելի է միայն գրագետ բիզնես անել։ Ուսուցողակյորս նոր հետ մտածեցի, հավանաբար առհասարակ կին բիզնեսմեններին թերահավատորեն ենք մոտենում եւ հավանաբար Հայաստանից կին բիզնեսմեններ, ովքեր միջազգային շուկայում շատ բաներ քիչ են։ Ինչ որակներ են պետք հայ կանանց, որպեսզի իրենք ավելի շատ ներգրավվածություն ունենան ոլորտում։ Ինչ հա պետք է հասարակ դրա համար։ Նայեք, սկսած մեր դաստիարակությունից պետք է քորիսև լինի։ Ինձ հայրիկը շատ է դաստիարակ է։ Ակնհայտ է, չէ, այն մոտեցումը, որ ասում են այսօր երիտասարդները, հատկապես աղջիկները շատ ուշ եւ դժվար են ամուսնանում եւ մտածում են կարիերայի մասին, մտածում են իրենց գործերի մասին, ու դա միշտ չի որ ճիշտ է ընկալվում։ Ես ուզում եմ այդ հարցը մենք քննարկենք։ Ինչպես այդ բալանսը պահել, եթե դու կին ես, նշանակում է դու ոչնչով չպիտի զբաղվես, միայն երեխա պահես։ Ոնց այդ բալանսը կարգավորենք։ Եթե ես ուզում եմ առողջ երեխա դաստիարակեմ, առողջ ընտանիք ստեղծեմ, գրագետ երեխա դաստիարակեմ, նախ ես պետք է գրագետ լինեմ։ Ոչ թե քանակ, այլ որակ։ Ես պետք է հոգեպես եւ ֆիզիկապես առողջ լինեմ, որ ես կարողանամ առողջ սերունդ տամ։ Ես չեմ նեղացնում ոչ մեկին, չեմ մեղադրում։ Կարծում եմ ես անձամբ 18, 20, նույնիսկ 25 տարեկանում պատրաստ չէի դրան։ Ես 30-ում էլ պատրաստ չէի։ Ես դեռ հասունացման գիտակցական կյանքի շատ փուլեր ունեի անցնելու, որ ես դա կարողանայի առողջ անել։
մեզ հասարակությունը տունը չմնալու համար, մեզ հասարակության մեջ հաճախ ամոթի խաթր, ուզում են մենք շուտ ամուսնանանք, եթե որը մեկ հետ շփվում ենք, ինչ-որ մի կետում չենք հասկանում, ընկերենք ունեցել ոնց կլինի բաժանվենք։ Փոխվում է, ստանդարտ չի մնում, բայց միևնույնն է մենք այդ կարծատրիպերը ունենք, ես միանշանակ իմ ուսանողներին, իմ ընկերներին, իմ գործընկերներին, որտեղ նստում են բոլոր հայ աղջիկներին, գրագետ բալանսի մեջ, բայց մենք մեզ պետք է այնքան ճիշտ սիրենք ու գնահատենք, որ հասկանանք միակ բանը, որ մենք պարտավոր ենք, առողջ հոգեպես առողջ ապրելն է։ Դա կանենք ինքնակրթվելով, երկար ազատ մնալով, չամուսնացած լինելով, child free լինելով, ինչ ճանապարհ որ ընտրել ենք, մենք պետք է գիտակցաբար մեզ կրթենք հասցենք այդ ճանապարհին տեր կանգնելուն։ Ոչ թե papan չթողած, ամուսինը չթողած, աղբերը չթողած, ներողություն եմ խնդրում, այդ ամուսինը ուր է 30 տարի որ դու դա ստեղծում ես։ 10 տարի ուր էր այդ ամուսինը։ Հայրիկդ քեզ նենց է դաստիարակե, որ ամուսինդ պիտի գա դրանց հետո ասի, դու այդ գործ անես թե չէ, այդ տեղը գնաս թե չէ։ Փառք Աստծո, ես իմ ամուսնու դեպքում մենակ աջակցություն եմ ստացել, մենք նույնիսկ նման խոսակցություններ իրար հետ չենք ունեցել։ Քո կարծիքով շատանում են նման տղամարդիկ Հայաստանում։ Եթե աղջիկները իրանց դիրքը, իրանց մոտեցումը դիրքը սարքեն այտենց, կարծում եմ բոլոր հասուն գրագետ տղամարդիկ կնստեն ու կսկսեն այդ աղջիկների հետ բանակցել եւ ճիշտ մոտեցում ընտրել։ Մենք թողում ենք, մեզ կառավարում են։ Եթե մենք կառավարվող չենք ու մենք ունենք այնքան ուղեղ հնարավորություն, որ մեր հետ բալանսի ենք բերում տղամարդուն, ամեն ինչ կլինում է փոխադարձ, իսկապես փոխադարձ հարգանքի ու բալանսի վրա։ Եվ վերջում շատ դժվար է, եւ վերջում ուզում եմ որ քո խորհուրդը այն կանանց, ովքեր մտավախություններ ունեն, սկսեն բիզնես, չսկսեն, ինչ անեն, ի վերջո Հայաստանում դժվար է դա անելը, թե դժվար չէ, քո անցած ճանապարհի հիման վրա քո փորձից ելնելով։ Իսկ հեշտ է ապրել այն կյանքի որակով, որ ունենք մենք։ Չէ։ Եթե առավել ևս օրինակ ես երկար տարիներ եղել եմ պետական համակարգի կամ որևէ մասնավոր բիզնեսի աշխատող։ Ես սովոր եմ եղել լինեմ, գործը տվել են կատարող։ Ինքս եղել եմ անցել եմ այդ ճանապարհը ու ստացել եմ X fix-ված գումար։ Դա բավարարել է ձեր կյանքի որակին։ Հիմա ձեզ դուր է գալի ինչ որն է, եթե չէ, առավել ևս տարիներով արմատացածը փոխելու համար պետք է լինել բավականին համառ աշխատասեր ու չհանձնվել։ Եվ գիտակցել պետք որ երբ որ դու գնում ես այդ փոփոխության, թարսիպես հենց այդ ժամանակ կյանքումդ միշտ ինչ որ դաժան փոփոխություններ են լինում, գերլարված իրավիճակներ են լինում, հաճախ ուսանողները որ գալիս են ու վերջում գալիս այն պահը, որ իրանք շատ մեծ ծավալի քանակի աշխատանք եմ տալի որ անեն, որ միանգամից դրսից օֆերներ ստանան, սա իրոք ծավալի աշխատանք է պետք անել։ Այսօր երեխեքեր հիվանդ, վաղը սենց էր, մյուս օր ասում երեխեք ներողություն ես օրինակի համար։ Ես իմ կարիերայի ամենամեծ թռիչքը արել եմ ցավոք սրտի պատերազմում հարազատ եղբորը կորցնելուց հետո հաջորդ 8 ամիսների ընթացքում։ Ես չգիտեմ ոնց եմ ես իմ մեջ այդքան ուժ գտել։ Եսա ոչ թե ասում եմ, որ դրաման անձնական տնտանեկան հանեմ, այլ որ օրինակ ցույց տամ։ Ես գիտեի, որ մհերը փրթվել է սնարյադից ու ես ամբողջական մարմին չեմ գտնելու։ Մենք իրա մի հատվածը մի տեղից ենք գտել, մի հատվածը մի տեղից։ Ես այդ ժամանակ ստեղծել եմ իմ ամենահաջողակ բիզնեսներից մեկը։ Ամենավատ ժամանակ դու կամ կոտրվում ես, կամ դու թռիչք ես անում։ Դուք որոշեք, դուք կոտրվողն եք, թե դուք պատրաստ եք թռիչք անել։ Եվ այսօր Հայաստանում ապրելով դու այնքան շատ հնարավորություններ ունես առանց նույնիսկ 10 դրամ դնելու։ Ես չեմ ունեցել տրեյներներ, ոչ Անուշ Շափիկյան եմ ունեցել, ոչ Դարեկ եմ ունեցել, հազարը տրեյների մոտ եմ հետո սովորել։ Այսօր այդ ինֆորմացիան YouTube-ում անվճար կա։ Դասընթացավարներ տալիս են, նստեք, նայեք, առաջատար մարդիկ դրսի երկրներում ինչ են արել, մի հատիկ կտորը վերցրեք, մի հատ նեղ ուղղության մեջ գնացեք գտեք ձերը։ Շնորհակալ եմ, այո, շնորհակալ եմ շատ էմոցիոնալ եւ մոտիվացիոն վերջին խոսքի համար եւ ամբողջ զրույցի համար եմ շնորհակալ։ Մեզ լսողներին, դիտողներին հիշեցնեմ, որ կինետիկա հաղորդումն եք լսում Գործարալիքի եթերում իմ զրուցակիցը Անուշ Ափիկյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաջողություն։